Կամո Հովհաննիսյանն է դիմավորում Վիտալի Մաքսիմենկոին եւ ստիպում է նրան ետ փոխանցում կատարել։ Առայժմ սպասողական դիրքում է Լատվիայի ընտրանին։ Խոստացա ես խոսել Լատվիայի հավաքականի խմբի մասին, ախմբում է ընտրական մրցաշարին գրկված Լատվիան, վտանգավոր դրություն է եւ բացվում է այս հանդիպման հաշիվը։ Եւ սպասողական վիճակը լատվիացիների կարծես թե չէին գրովում, սա առաջին այսպես նորմալ դիրքային գրոհն էր Լատվիայի հավաքականի եւ անմիջապես գոլ ներդարպասը։ Վալերի Շաբալան է դառնում գոլի հեղինակ 10 համարը հենց այս գրոհների ժամանակ։ Հենց այս պայն մեր երիտասարդականը 4-րդ գնդակն է բացվում Իսլանդիայից։ Եվ այստեղ լավ հակագրոհ կարող է ստացվել, տեսեք 3-ը 1-ի դեմ է հակագրոհում Հայաստանի հավաքականը, վտանգավոր դրություն է, պետք է հարվածել, իսկ հարվածի փոխարեն անհասկանալի ինչ-որ բան արեց այստեղ միայն ցույց կտա, բայց փաստ այն է, որ մենք հրաշալի հնարավորություն կորցրեցինք հաշիվը հավասարեցնելու ևս 1 գրոհ։ Կամո Հովհաննիսյան Մանուչարյան փոխանցում Տուգանային հրապարակ, գեղեցիկ էր արված եւ փրկում է Կոլինկոն։ Իրավիճակը Գևորգ Ղազարյանը շատ գեղեցիկ գոլով կարող էր հավելի դնել։ Երևի թե ֆուտբոլում, սպորտում ավելորդ հարգանքի գործոն է նկատվում։ Լավ հնարավորություն է, խաղից դուրս չկա Մխիթարյան եւ նորից չի կարողանում գրավել դարպասը Գևորգ Ղազարյանը։ Ինչպիսի 3 հնարավորություն է հիմա կորցնում։ Հայրապետյան չկա կանոնների խախտում, ցույց է տալիս մրցավարը, որը շատ մոտ էր կանգնած։ Եդիգարյան, Մխիթարյան դեպի Տուգանային հրապարակ, վտանգավոր է արված եւ նորից Կոլինկոն փրկում է։ Այս անգամ Արտուր Սարգիսովի արվածից հետո նորից գնդակը Մխիթարյանի մոտ է, հեռվից արված, դարպասած ձողն է փրկում հիմա Լատվիայի հավաքականին։ Եվ արդեն Արտուր Սարգիսովը երկրորդ հարվածը կատարեց։ 3 փոփոխություն Բեռնար Շալանդը արդեն կատարել է։ Խանցում եւ գնդակը երկրորդ անգամ հայտնվում է Հայաստանի հավաքականի դարպասում Վալերի Շաբալան դուբլ է ձևակերպում։ Այսպես։ Քանի գոլ մենք պետք է խփեինք, քանիսն են խփում լատվիացիները։ Որոնք ըստ էության 2 պահ ունեցան, 2-ն էլ վերացեցին գոլի։ 0-2 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվում է լատվիացիներին։ Այստեղ ոչինչ չի մնում ավելացնել, ինչպես Կոմս Մոնտե Քրիստոն էր ասում, սպասել եւ հուսալ։ Դանիայի հետ հանդիպումն է առջևում, սպասենք ավելի լավ ժամանակների մեր հավաքականի համար, իսկ այսօր 0-2 Լատվիայի հետ Արմենիայի ուղիղ եթերում։ Դուք դիտեցիք այս ընկերական հանդիպումը, խաղը մեկնաբանեց